Գոյամարտ սերիալը հիմա ապրում է իր ամենալարված, ամենաէմոցիոնալ ու ամենամութ փուլերից մեկը։ Այնինչ սկզբում թվում էր պարզապես երկու ընտանիքների հակամարտություն, այժմ վերածվել է իսկական հոգեբանական պատերազմի, որտեղ յուրաքանչյուր հերոս կանգնած է իր կյանքի ամենաբարդ ընտրության առաջ։ Դիանա Գրիգորյանը կարողացել է ստեղծել մի պատմություն, որտեղ սերը, վրեժը, ընտանիքը, անցյալի գաղտնիքները և մարդկային ցավը խառնվել են իրար, այնպես որ հեռուստադիտողը բառացիորեն չի կարողանում կտրվել սերիալից։ Վերջին օրերի ամենաքննարկվող թեման իհարկե Հունանի ու Ավոյի հակամարտությունն է։ Համացանցում տարածված կադրերը, որտեղ Հունանը վառելիքի տարայով կանգնած է Ավոյի դիմաց, բառացիորեն ցնցել են հեռուստադիտողներին։ Շատերն են համոզված, որ սովորական սպառնալիք չէ, այլ իրական նախազգուշացում այն մասին, որ առաջիկայում տեղի է ունենալու ողբերգական դեպք։ Եվ այսօր էլ պարզ դարձավ, որ Հունանն իմացավ, թե ինչ է կատարվել Էռնայի հետ։ Նա հոգեբուժարանում էր։ Այս անգամ էլ, հավանաբար, նա օգնելու է քրոջը դուրս է բերելու հոգեբուժարանից։ Նա քրոջը սիրում է բոլորից ու ամեն ինչից շատ, ու ոչ մի պարագայում նա Էռնային հոգեբուժարանում չի թողնի, ու Ավոն պետք է պատասխան տա այս ամենի համար։ Եվ հիմա այս պահին ամենասարսափելին այն է, որ Հունանը հոգեբանական այն վիճակում է, երբ կարող է իսկապես գնալ ամենածայրահեղ քայլերի։ Նա արդեն կորցնում է ամեն ինչ։ Լեան այլևս չի վստահում իրեն, Ինան կանգնած է հեռանալու եզրին, Գրիշոն կամաց-կամաց դառնում է անկախ։ Նշենք, որ շատ շուտով հարսանիք է տեղի ունենալու։ Գրիշոն պատրաստվում է իր հարսանիքին, որը կայանալու է օրեր անց։ Արդյոք տեղի կունենա այդ հարսանիքը, թե ոչ, շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, այնպես որ մնացեք մեզ հետ ու կբացահայտենք ամենահետաքրքիրը։ Հունանը միշտ ուժեղ, վերահսկող ու սառնասիրտ մարդ էր թվում, բայց հիմա առաջին անգամ հեռուստադիտողները տեսնում են նրա խուճապը։ Նրա ընտանիքը քայքայվել է, ինչպես իր երեխաներն են նշում, նրանք երբեք իրենց ծնողներին նման վիճակում չեն տեսել։ Բայց հիմա մեկը մյուսի վրա ձեռք է բարձրացնում ու ձայն է բարձրացնում։ Սա նշանակում է, որ ամեն ինչ ավելի վատ է, քան կարծում են հեռուստադիտողները։ Եվ Հունանի նման մարդիկ ամենավտանգավորն են դառնում հենց այն պահին, երբ զգում են, որ կորցնում են իշխանությունը։ Ավոյի կերպարն էլ հիմա սերիալի ամենաբարդ ու ամենահակասական գծերից մեկն է։ Հեռուստադիտողներին պարզ դարձավ, որ Հունանը գտավ Ավոյի տեղն ու բնականաբար նա ձեռքերը ծալած չէր նստի։ Նա բարձով ուղղակի փորձում է խեղդել Ավոյին, բայց հեռուստադիտողներին արդեն պարզ է, որ այս ամենը մահով չի ավարտվելու։ Հունանը փորձելու է նրան տանել մի տեղ, որտեղ կշարունակի իր գործողությունները։ Ավոն կամաց-կամաց փորձում է մտերմանալ հոր և եղբոր երեխաների հետ։ Բնականաբար նա դեռ չի կարողանում, որովհետև հայրն ու եղբոր երեխաներն ունեն բոլորովին այլ հարժեհամակարգ, ի տարբերություն Ավոյի, բայց միևնույն է, արյունը երբեք ջուր չի դառնա։ Հրապարակված կադրերից պարզ է դառնում, որ Ավոյին այրվածքներով հենց նրանք են խնամում։ Շատ հետաքրքիր է, ինչպես է տեղի ունենում հրդեհը և ինչպես է փրկվում Ավոն։ Արդյոք այս անգամ էլ է Էռնան նրան օգնում։ Որովհետև հրապարակված կադրերից ու տեսանյութերից պարզ է դառնում, որ Էռնան էլ է նկարահանման հրապարակում, իսկ դա հենց այնպես հաստատ տեղի չէր ունենա։ Եվ հետաքրքիր է, թե ինչ զարգացումներ են լինելու, երբ Հունանն իսկապես հրդեհի տուն է։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Հունանն իրականում պատերազմում է ոչ միայն Ավոյի դեմ, նա պատերազմում է սեփական մեղքերի դեմ։ Ավոն նրա համար պարզապես մարդ չէ։ Նա հիշեցում է բոլոր այն հանցանքների մասին, որոնք Հունանը փորձել է թաքցնել տարիներ շարունակ։ Ռաֆի մահը, Ավոյի եղբոր սպանությունը, անցյալի մութ պատմությունները։ Ավոն կարծես քայլող ճշմարտություն լինի, և Հունանը հասկանում է, եթե այդ ճշմարտությունը վերջնականապես բացահայտվի, իր ամբողջ կյանքը կփլուզվի։ Շատ հետաքրքիր է նաև այն, թե ինչ կերպ է փոխվում Լեոյի կերպարը։ Լեոն հիմա ներսից ամբողջությամբ այրվում է։ Նա հոգնել է անվերջ պայքարից։ Նրա կյանքում կարծես ոչ մի հանգիստ պահ չկա։
եղբոր վիճակը, ընտանիքի խնդիրները, Լեայի հետ հարաբերությունները, բարդությունը, Հունանի հետ հակամարտությունը, Մանանի հեռանալը, այս ամենը նրանց կամաց-կամաց տանում է դեպի մութ ճանապարհ։ Փողոցային մարտերին մասնակցելու որոշումը հենց դրա ապացույցն է։ Սա պարզապես գումար աշխատելու միջոց չէ, սա Լեոյի ներքին ցավի արտահայտությունն է։ Նա կարծես ուզում է յուրաքանչյուր հարվածով դուրս բերել իր ներսում կուտակված զայրույթը, բայց ամենավտանգավորն այն է, որ նա սկսում է նմանվել Ռաֆին, և սա սերիալի ամենաուժեղ գաղափարներից մեկն է, ինչպես են անցյալի վերքերը փոխանցվում երեխաներին։ Լեոն հիմա գնում է նույն ճանապարհով, որով ժամանակին գնացել է իր հայրը, ու որքան էլ փորձի պայքարել դրա դեմ, ներսի ցավը նրան նորից տանում է բռնության աշխարհ։ Մանանի գիծն էլ շարունակում է մնալ շատ բարդ ու հուզական։ Նա հասել է իր ուզածին, Գրիշոն սիրում է իրեն, պատրաստ է ամուսնանալ, պայքարում է նրա համար, բայց իրականում Մանանը երջանիկ չէ, որովհետև նա կորցրել է ընտանիքի վստահությունը։ Դավիթն ու Լեոն չեն ուզում լսել նրան, նրանք կարծում են, որ Մանանը դավաճանել է իրենց, բայց իրականում Մանանը փորձում է անել մի բան, որը ոչ ոք չի նկատում՝ պաշտպանել ընտանիքը ներսից։ Նա շատ լավ հասկանում է, որ Հունանի դեմ բաց պատերազմը կարող է կործանել բոլորին, և գուցե հենց դրա համար է որոշել մտնել այդ տուն, լինել նրանց կողքին, փորձել կանխել նոր աղետները։ Սա շատ ծանր զոհաբերություն է, որովհետև Մանանը հիմա ապրում է մի վայրում, որտեղ ոչ մեկին ամբողջությամբ վստահել չի կարող, հատկապես Հունանին, իսկ Գրիշոն հայտնվել է կյանքի ամենադժվար ընտրության առաջ։ Նա սիրում է Մանանին, բայց շարունակում է մնալ Հունանի որդին։